Ես երկու կոնկրետ հարց ունեմ։ Առաջին հարցը վերաբերում է Իրանին հումանիտար օգնությանը, ինձ հետաքրքիր է Իրան հումանիտար օգնություն ուղարկվել է թե ոչ, եթե ոչ, ինչու՞ չէ, եթե ձեր պատասխանը այն է լինելու, որ կարիքը լինի կուղարկենք, կարիքի մասին վկայում է Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարությունը։ Եթե ոչ, ինձ հետաքրքիր է ինչու է այս խտրական մոտեցումը, երբ Թուրքիայում երկրաշարժի պայմաններում սահմանը բացելով շտապում ենք հումանիտար օգնություն ուղարկել, բարեկամական Իրանին, որի հումանիտար օգնության շնորհիվ ենք նաև 90-ականներին ճգնաժամը հաղթահարել, դա դեռ չկա, եթե չկա։ Երկրորդ հարցը վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցություններին եւ սահմանադրության փոփոխության պահանջին։ Գիտեք, տարիներ շարունակ մենք ասում ենք, որ Ադրբեջանի պահանջն է Հայաստանում սահմանադրություն փոփոխելը, դուք հերոսաբար փորձում եք հակադարձել այդ պնդումներին, հիմա արդեն մեր պնդումներին պիտի չհակադարձեք, ԱՄՆ ազգային հետախուզական տնօրենի գրասենյակի զեկույցին պիտի հակադարձեք, եթե կարող եք, որ Իլհամ Ալիևի պահանջն է Հայաստանում փոխել սահմանադրությունը։ Եվ տեքստը արդեն որ մամուլում հայտնվել է, պարզ է, որ ճիշտ այդ տրամաբանությամբ է գնում այդ փոփոխությունների նախաձեռնությունը։ Ես ուրիշ հարց ունեմ։ Բանակցությունների ընթացքում երբևէ արտաքին գործերի նախարարությունը բարձրաձայնել է Ադրբեջանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, որը կոնկրետ շատ ավելի ուղիղ տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարևանից, բայց մեզ վերաբերող հատվածը Հայաստանի Հանրապետությունից։ Եթե չի բարձրաձայնվել, օրինակ ինչու չի բարձրաձայնվել, այդ մի խաղաքարտից ինչու ենք հրաժարվել։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Տիկին Վարդանյան, հարգելի Տիկին Վարդանյան, շատ ափսոսում եմ ձեր ժամանակը, որտեղ հիմա մի ամբողջ ելույթներ եւ փաստարկներ կառուցեցիք եւ հետո հարց ուղեցիք դրանց հիման վրա, մինչդեռ երկու հարցի պատասխանն է շատ հստակ, այս ափսոսում եմ ձեր ժամանակը, որ ասում եք, որ Հայաստանը բարեկամ Իրանին հումանիտար օգնություն չի ուղարկել, իսկ այն Թուրքիային ուղարկել է, ուզում եմ ձեզ տեղեկացնել, Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը հիմնականում դեղորայքի տեսքով։ Եվ այլ կերպ լինել չէ կարող, ես քիչ առաջ խոսում էի, թե ինչքան կարևոր են եւ ընդհանրապես ոչ միայն այս պահին, դարավոր եւ հազարամյակներով նույնիսկ պետությունների ծանդին երկու երկրների երկու ժողովուրդները իրար այդպիսի անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք նաև պատասխանում եմ։ Երկրորդը սահմանադրության մասին։ Ուրեմն նայեք, Հայաստանի Հանրապետությունը եւ բանակցությունների ընթացքում փակտորների հետևում եւ նաեւ հանրային հրապարակային մի շարք առիթներով ասել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանության մեջ Ադրբեջանի համար որևէ խնդրահարույց ամենայն դեպս տարածքային հավակնությունների տանող որևէ պնդում չկա։ Ավելին, մենք վավերացրել ենք մի փաստաթուղթ, որը հղում է անում եւ դա սահմանադրական դատանի եզրակացությամբ, որը հղում է անում Ալմաթային, որը բացառում է տարածքային հավակնությունը իրար նկատմամբ։ Հետևաբար մեր սահմանադրական դատանը, որը իդեպ միակ մարմինն է աշխարհում, որը ուղղակի իրավասություն ունի մեկնաբանել մեր սահմանադրությունը, հանդես է եկել պաշտոնական եզրակացությամբ, որ մեր սահմանադրության մեջ այդպիսի խնդիր չկա։ Միևնույն ժամանակ մենք ասել ենք նաև, որ եթե քաղաքական լավ իրավական ձևակերպներից անդին, այնուամենայնիվ քաղաքական կամ որևէ այլ տեսակի կողմնակի այդպիսի տարածքային հավակնությունների տանող կամ այդպիսի եզրահանգում անող բան տեսնում է որևէ մեկը, ապա հավասարապես եւ գուցե ավելին այդպիսի բան կարող է տեսնել Ադրբեջանի սահմանադրության մեջ, եւ սա կրկին ասում եմ եւ հրապարակային ենք ասել եւ նաեւ բանակցությունների ընթացքում։ Բայց ուզում եմ նաև մի դիտարկման ձեր անդրադառնալ Ադրբեջանի նախագահը պահանջում է վերջին հանդիպումը, ես չգիտեմ հիմա ինչքանով է կոռեկտ օրինակ, որ մասնափակ հանդիպման այդ տեսակ մանրամասներ ասեմ, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Ադրբեջանի պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ չկա, բայց ուրիշ բան կա։ Սահմանադրություն փոխելու բան, ուրիշ բան կա, եւ սա էլ իրանք հանրային են ասում եւ չեն թաքցնում, ասում են, երբ որ մենք ասում ենք մենք սահմանադրությունը չենք կարող քննարկել ձեզ հետ, դա Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեմա չի, իսկ մենք սա բազմիցս ենք ասի եւ
եւ այստեղ էլ կարծեմ ես ասել եմ այս մասին, իրանք ասում են, հա, շատ լավ, դա մենք չենք բանակցում։ Ուղղակի ձեզ տեղեկացնում ենք, որ եւ չենք պահանջում եւ դա խնդիր չկա, լավ, ձեր ներքին գործն է, ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր սահմանադրությունը այս ձևակերպումները ունի, մենք չենք պատրաստվում ստորագրել։ Սա իրանք հանրային են ասել դա։ Եվ հիմա մենք սա ընդունում ենք իգիտություն եւ ասում ենք լավ, ափսոս, բայց նույն ասացի բանում, հա, նախորդիվ ասացի տրամաբանությամբ։ Մենք էլ այդպես շատերն էլ այլ խնդիրներ կարող են տեսնել, դրա լավագույն լուծումը, հասցեագրումը հենց այս տեքստի, այսինքն համաձայնագրի ստորագրումն է եւ ավերացումն է, որը բոլոր տարընթերցումների վերջ կդնի եւ այլն։ Ինչեւ է, այստեղ մեր պատկերացումները Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պատկերացումները բաժանվում են իրարից եւ չեն համընկնում։ Եթե համընկնեին, մենք ստորագրած եւ գուցե հուսով եմ արդեն վավերացված էլ կլինենք համաձայնագիրը, ներողություն եմ խնդրում։ Հա, այդքան է, կարծես ուրիշ բան։ Մի շուտ ըրթերանգել կա, ուզում եմ անդրադառնալ։ Կհիշեք, համեցեք Տիկին Վարդանյան 2 րոպե։ Շատ լավ եք արել, որ Իրան հումանիտար օգնություն եք ուղարկել, ապրեք, լավ կլիներ հրապարականեցնեք, հարցը չէր առաջանա արդեն։ Հարգելի լրագրողներ, ուշադրություն դարձրեք, ընդդիմությունը գնահատում է կառավարության։ Հա, պետք էր անել եւ բայց չեմ հասկանում էլ այդ տարբերակված մոտեցումը, որ այս մասը հրապարակայնացված չէր, որ մենք, այսինքն այդ հարցը առաջացել էր եւ այսպես հարց ու պատասխանին բարձվեց, բայց ինչևէ լավ է։ Ձեր պատասխանը ավելի վատացրեց, ճիշտն ասած, իմ կարծիքով ձեր իրավիճակը, որովհետեւ գիտեք արդյունքում ինչ ստացվեց։ Ասում եք մենք բանակցություններին բարձրացրել ենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, ու չոր փաստը այն է, որ սահմանադրության փոփոխության գործընթաց այնպես ինչպես Ալիևն է պատկերացնում, կա մենակ մեր երկրում։ Եթե բարձրացրել եք ու արդյունքը էս է, ես չգիտեմ, ավելի ճիշտ ելույթում արդեն կբնութագրեմ ինչի մասին է դա վկայում։ Եթե բայց ֆիքսենք, որ արդյունքը ձեր բարձրաձայնելու այն է, որ Ալիևի պահանջած սահմանադրության փոփոխության գործընթաց հիմա կա մենակ Հայաստանում։ Ադրբեջանում որևէ անգամ խոսակցություն կամ քննարկում դրա մասին չկա։